31 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միսիս Եվրոպա 2022 գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանը։ Գեղեցկուհին հիվանդանոցում 2 օր շարունակ գտնվել է կոմայի մեջ։ Բժիշկները մինչև վերջին վայրկյանը պայքարել են նրա կյանքի համար, սակայն ստացած ծանր վնասվածքների պատճառով նրա սիրտը դադարել է բաբախել։ Վերա Սաֆարյանը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից էր։ Նրա ողջ կյանքը եւ ուղին կրում էր հայրենասիրական մեծ ոգի, ինչը պատահական չէր։ Վերան ծնվել է հայրիկի մահից հետո եւ նրան ճանաչում էր միայն լուսանկարներով։ Նրա հայրը Արտյուշա Սաֆարյանը, ով հայտնի էր Ժելեզնի մականվամբ, զոհվել էր առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, այդպես էլ չհասցնելով տեսնել իր դստեր ծնունդը։ Հայրս առաջին կամավորականներից էր, ֆիդայիներից էր, ովքեր անցան հայրենիքի պաշտպանության եւ ինքը կար ժամանակահատվածում դարձավ դասակի հրամանատար, իր ուներ իր զինվորական կազմը եւ կռվեց 4 տարի մինչև 1993 թվականը եւ անմիջապես 7 ամիս հետո ես ծնվեցի իր զոհվելուց հետո վերջին այցը ինքը եղավ տուն ու իմացավ իմ ծնունդի մասին, որ ես պիտի ծնվեմ եւ դա իր մամային փոխանցեց, որ ինձ աղջիկ եմ ունենալու։ Վերան ծնվել եւ 26 տարի ապրել էր Հադրութում։ Նա պատմում էր, որ Արցախում իրենց կյանքը լի էր զրկանքներով, բայց դա իրեն կոփել էր։ Մինչև զինվորական ծառայության անցնելը Վերան մասնագիտությամբ ուսուցչուհի էր։ Աշխատանք փնտրելու ընթացքում որոշեց ընտրել հայրենիքի պաշտպանության ուղին եւ համալրեց Արցախի պաշտպանության բանակի շարքերը որպես պայմանագրային զինծառայող։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի հենց առաջին իսկ ահազանգով նա թողեց իր մորը եւ երեխային եւ անմիջապես մեկնեց առաջնագծի դիրքեր։ 2022 թվականին Վերա Սաֆարյանը ներկայացնելով Հայաստանը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը միջազգային Միսիս Եվրոպա մրցույթում։ Այս հաղթանակը նա համարում էր ոչ թե անձնական մեծ ձեռքբերում, այլ հիանալի հնարավորություն օտար երկրում մեր երկրի եւ Արցախի մասին բարձրաձայնելու համար։ Շատերի համար զարմանալի էր, որ ինքը առաջի անգամ են լսում Արցախի մասին, այդ հողի մասին, որ այնտեղ ինչ ձևի մարդիկ են ապրում, ու իմ ձևով փորձեցի ավելի հասանելի դարձնել իրանց այդ ինֆորմացիան Արցախի ու Հայաստանի մասին։ Բացի մոդելային կարիերայից եւ զինվորական անցյալից, Վերան վերջին տարիներին աշխատում էր ավիացիայի ոլորտում։ Նա բորտուղեկցորդու էր եւ հաջորդաբար աշխատել էր հայկական հայտնի ավիաընկերություններում։ Դե ինչ այսքանն ենք պատրաստել ձեզ համար։ Վերա Սաֆարյանը կմնա բոլորիս հիշողություններում։ Մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթերյան, Օրագիր Նյուզ։